եկեք հարցը ուղեմ ես հենց դու ով դիտում է ինձ, արի տեսնենք, կան մարդիկ, ովքեր շատ վատ բաներ են անում, սրա տունն են քանդում, նրա տունը թուղթ ու գրեր են անում, տեսնենք արդյոք դուք փոշմանել եք, ձեր սխալը հասկացել եք, թե ոչ, իհարկե ոչ, այստեղ անգամ շատերին է ցույց տալիս, ոչ թե միայն մեկին, արդյոք դուք փոշմանել եք, մեղքի զգացում զգացել եք, որ այո, կա ինչ-որ մեկը, այստեղ, որ ներկապահին փոշմանել է բավականին, արդյոք այն, ինչ դուք արել եք, ունեք խեղճի զգացողություն, որ դուք չպետք է դա անեք, ինչ-որ մեկը աղոթել է, դրա համար հասկանալով, որովհետև վախեր եմ տեսնում մեջ, իսկ ինչու է վախերը, չիտվիորկամի չի, որովհետև ինչ-որ կորուստ եք ունեցել, դուք հասկացել եք, տեսնենք, հասկացել եք դուք ձեր սխալը, մարդ եմ տեսնում, որ դեռ ոչ, դեռ շարունակում է, նույն ձևի լեզուն սուր է, կարող է մարդկանց վիրավորել, ինչ քիթխոթել ամեն տեղ, բամբասել, չարալեզու մարդու մասին է խոսքը, եւ այդպես էլ կյանքը, այսինքն քայլը անում եք, հետո նոր մտածում եք, թե ես ինչու սա արեցի, լավ, քանի որ այս անձը այդպես էլ չի հասկացել, եկեք տեսնենք, իսկ ինչպիսի բումերանք դու պետք է ստանաս, որպեսզի քո սխալները հասկանաս, ուղղվես, հիվանդություն, եւ, կստացի, ոչ միայն հիվանդություն, այլ ֆինանսային, բավականին խայտառակ կրիզիսային վիճակ, որտեղ որ դու պետք է փոխվես եւ հասկանաս, որ դու դրա իրավունքը չունես, որոշ մարդկանց մոտ մարմնավաճառության հետ է կապված, դա կարող է ձեր սխալի պատճառով ինչ-որ մեկը դառնա մարմնավաճառ, ձեր ազգականներից է, կստացի, էլ ինչ, խայտառակ վիճակ, որը քեզ պետք է մտածելու տեղ տա, որ դու քո սխալների պատճառով տուժվում են որոշ մարդիկ, տեսնենք էլի կան մարդիկ, որ զղջում են իրենց արածների համար, ստեղ որոշման հետ է կապված ձեր եւ կարծում եմ այո, էլի կան մարդիկ, ովքեր որ զղջում են իրենց սխալների համար, բայց կան մարդիկ, ովքեր թուղթ ու գրեր են